Esa peste. Esa peste. Ուզում եք երապետը միտեղ ենտեղ ու տակվեք, հեսա կասեն Ամարչապետ, մի պաշ շրջվեք ես երեխեքին է տակ Նիկոլ վարչապետ եք ձեր շատ եք սիրում Leonardo ուրը Ունենք Նիկոլ վարչապետ Հեսա կանը Հեսա էլի Հեսա միատիկ Ստեղա Արոն Փաշյան, բարը ձեզ Իրոք հեսա կգտնենք ձեր Նա այստեղի շատ տեքնիկ երևում է Հալի Հակերները ոզ է Ստեղա, բերել ենք
Սիրելի նորագավիցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Եվ հիմա մենք երբական օրինակ ենք տեսնում այն արտահայտության, որ Երևանում կառուցվում են, ստեղծում են խաղահարապարակներ, որոնք նախադեպը չեն ունեցել։ Այսինքն նախորդող ողջ շրջանում Երևանում այս մակարդակի խաղահարապարակներ եկեք ընդունենք, որ չի եղել, գոյություն չի ունեցել։ Եվ ահա այսպիսով մենք մեր վերաբերմունքն ենք արտահայտում մեր երեխաների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ, մեր պետության նկատմամբ։ Այո, այսպիսի խաղահարապարակներ երեխաների համար, դպրոցներ եւ մանկապարտեզներ երեխաների եւ դասարարների եւ ուսուցիչների եւ նրանց ծնողների համար։ Առողջության ապահովագրություն 65+ տարեկան մեր թոշակառուների եւ մինչեւ 18 տարեկան մեր երեխաների համար։ Ճանապարհներ, լուսավորության համակարգեր, ջրամատակարարում եւ ընդհանուր Ժորժան դուք տեսաք համոզված եմ զորահանդեսը, տեսաք զորահանդեսը եւ ինչ տպավորություններ ստացաք, շատ կարծեք ձեր տպավորությունները։ Այսօր ամեն անգամ երբ որ հրապարակ է մտնում արտադրանք, որ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, հրապարակը պայթում է ծափերից, բայց դա ինձ ցույց տվեցին ամբողջը չէ։ Ուրեմն ով տեղյակ չէ, ասեմ, որ մարզահամերգային համալիրում բացվել է մեր ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ այնտեղ նմուշները տասնյակ անգամ ավել են։ Եվ մենք այսօր ուրիշ շատ ավելի մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, Ժողովուրդ ջան, որովհետեւ դուք գիտեք, որ մայիսի 26-ին էր կարծեմ Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրվեց թրիփ նախագծի իրագործման փաստաթուղթը եւ այն ժամանակ հարցնում էին ասում են ինչի է նախաստորագրվում եւ ոչ ստորագրվում, ասացի որ տեխնիկական տեքստային ընթացակարգեր կան, առանձնահատկություններ կան, պետք է անցնեն։ Եվ ահա ուրախ եմ արձանագրել, որ այսօր արդեն հեռավար ձևաչափով եւ փաթեթները փոխանցելով թրիփ նախագծի իրագործման Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը ստորագրված է։ Ստորագրված էր ես ներկայացնում էի, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, Ժողովուրդ ջան, դարակազմիկ շրջադարձային նշանակության իրադարձություն է տեղի ունեցել։ Եվ այդ իրադարձությունը մի քանի շերտերով է դարակազմիկ։ Առաջինը մեր ընդդիմությունը, լրտեսական ընդդիմությունը արդեն 5 տարի տանում է թելում է այսպես կոչված Միչանսկի թելը։ Ասելով թե մենք Միչանսկ ենք խոստացել, Միչանսկ ենք տալու, Մեղրիով Միչանսկ ենք տալու, ընդդուք Մեղրին ենք տալու, ընդդուք Սյունիքն ենք տալու։ Հիմա այս փաստաթուղթը ինչով է կարևոր։ Այս փաստաթղթում հիմա ինչ որ ասում եմ, էլ հավատալ չհավատալու թեմա չի։ Այսօր դուք կարող եք հենց այդտեղից մտնել ինտերնետ, ինչ որ ասում եմ ինտերնետում ստուգել։ Ինչ է տեղի ունեցել։ Թրիփ նախագծի համաձայնագրի տեքստում հստակ գրված է, որ թրիփ նախագիծի իրագործումը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա, բայց որ տարընթերցումների տեղ չլինի, մի հատ էլ գրած է, Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի վրա։ Բայց որ մի հատ էլ տարընթերցման տեղ չլինի, որովհետեւ գիտեք մեր մոտ ոնց է, ասում են այսպես գրած է, բայց գրած չի, որ երկրագունդը կլոր է, հետևաբար դա նշանակում է, որ դա Միչանսկ է։ Բոլոր այս մեկնաբանություններն են, որ չլինեն, մի հատ էլ տարբերություն է դրած, որի մեջ գրած է Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, իրավազորությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ։ Այսինքն այդ կեղծ ընդդիմության կողմից տարիներով կեղծ թելված թելը թե Միչանսկի թեմա կա,
ի վերջո վերջնականապես ջախջախվեց եւ ջարդու փշուր եղավ, չի եղել եւ չկա միջազգի թեմա։ Այնպես ինչպես ջախջախվեց եւ ջարդու փշուր եղավ, տարիներ շարունակ տարվող ընթևը Հայաստանի կառավարությունը բանակը քանդում է, բանակը լուծարում է, թե Էրդողանի եւ Ալիևի առաջ Փաշինյանը պարտավորություն է ստանձնել, որ Հայաստանը բանակ պետք չունենա, որ Հայաստանը զենք պետք չունենա, որ Հայաստանը պաշտպանունակություն պետք չունենա։ Եվ մայիսի 28-ի զորահանդեսը դուք ասեք, ջախջախեց այդ բոլոր խոսույթները։ Եվ դուք բայց, ես շատ ափսոսում եմ, որ բաներ կա, որ մենք ձեզ չենք կարողացել, ընդհուպ չենք կարողացել ցույց տալ, բայց բաներ կա, որ դուք տեսել եք, մասնավորապես Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցի ընթացքում, դուք տեսել եք այն անօթաչու սարքերը, որոնք մենք պայմանագիր ենք կնքել Միացյալ Նահանգների հետ, բայց քանի որ դրանք վերջնականապես մատակարարված չեն, մենք այդ նմուշները ցույց չենք տվել, որպեսզի այն ինչ որ հանրապետության հրապարակով անցնի 100%-ով, որովհետև գիտենք պետք է ասեն վայ, այս թուղթը ստորագրված էր, այս ինչ օրը, այս ինչ ամսաթվին, դա այսօր ժամը 7-ից հետո ուժի մեջ նստում, որը 100%-ով լինի։ Բայց դուք արդեն դրանք տեսել ենք, բայց սահմանների երկայնքով մենք այսօր տասնյակ պաշտպանված ամրացված շրջաններ ենք կառուցում, որոնք բառից որ իմաստով բերդեր են մեր սահմանների, որոնք տասնամյակներով այդ բերդերը մետրերով բետոնները, այսինքն այդ բերդերի պատերը մի քանի մետրանոց պատերով բերդեր ենք մենք կառուցում, որ մեր զինվորների անվտանգությունը եւ մեր պետության ապահովությունը պետք է տասնամյակներով ապահովի։ Եվ հետեւաբար բանակի վերաբերյալ ընդդիմության խոսույթը կեղծ ջախջախված է հիմնովի եւ վերջնականապես։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, դուք մենք բոլորս մոռացել ենք, բայց այդ նույն ուժերը 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հոլովակներ էին նկարում, թե ինչպես ԿՊ-ի ընտրվելու դեպքում ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան եւ Հայաստանը դառնալու ադրբեջաներեն, Զանգենք Սևան ադրբեջաներեն են պատասխանում։ Այդ քարոզարշավից անցել է ուղիղ 5 տարի, 2021 թվականի ընտրությունները հունիսի 20-ին են։ Քանի ադրբեջանցի այսօր բնակվում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա նրան կախորժակները բացվել է, եթե այն ժամանակ մի քանի տասնյակ հազարով էին բավարարվում, հիմա արդեն 300,000 են թիվ են շրջանառում, բայց ես ձեզ ասում եմ, որ չկա նման թեմա եւ չի լինելու, բայց ես նաեւ ուղիղ ուզում եմ անկեղծ ձեզ ասեմ, այդ թեման փակվում է 500,000 հայերի Ադրբեջանից հեռացած հայերի թեմայի փակվելով, այդ թեման փակվում է Ղարաբաղի շարժումը փակելու թեմայի փակվելով, եւ ես էլի ասում եմ, ես այսօր այո շատ դաժան եւ ծանր ճանապարհ եմ անցել եւ շատ դժվար որոշումներ եմ կայացրել, բայց այդ որոշումները կայացրել եմ այդ թվում Ղարաբաղի շարժմանը լիարժեք հավատարիմ լինելով, էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ժողովուրդ ոչ մի բան չենք խնայել։ 2018-ից 2023 թվականը միայն Ղարաբաղին տված ուղիղ ֆինանսական աջակցությունը կրկնակի ավել է եղել նախորդող 5 տարիների տված ֆինանսական աջակցությունից։ Մենք դուք ոչ մի բան չեք խնայել, ես այդ գաղափարի նվիրված եմ եղել, բայց երբ որ ես տենում եմ, որ այդ ճանապարհով մենք գնում ենք դեպի անդուն, դա առաջնորդի հատկությունն է, այո հաշվի առնելով նաև, որ ասել եմ Արցախը Հայաստանն է եւ վեր, ասել եմ, որովհետև հավատարիմ եմ եղել այդ գաղափարին, բայց երբ որ տենում եմ այդ ճանապարհը մեզ անդունն է տանում, ես այդքան ուրախ եմ, որ այդքան ուժ եմ ունեցել, եւ որովհետև դա հեշտ բան չի, իմացել եմ ինչ են ասելու դրանի պատասխան, բայց ես հանուն եմ ցերեկի, ասել եմ այսօր մենք ունենք խաղաղություն, ժողովուրդ ջան, այսօր մենք ունենք խաղաղություն, 2025 թվականը առաջին հունվարի 1-ից դեկտեմբերի 31 առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2025 թվականը ուրիշ պատմական տարի է, ի վերջո արտագաղթը դադարել է եւ ներգաղթը սկսել,
այդ թվում ինչի, որովհետև կա խաղաղություն, որովհետև մարդիկ տեսնում են, որ իրանց երեխեքի համար իրանց պետություն, իրանց քաղաքը սենց խաղաղապարակներ է կառուցում, դպրոցներ է կառուցում, մանկապարտեզներ է կառուցում, բայց եմ ասում խաղաղապարակը շատ լավ է, բայց ինքը առանց խաղաղության իմաստ չի ունենա, որովհետև երեխեքին ոչ խաղաղության պայմաններում ուրիշ տրամադրություն է, ժողովուրդ ջան, այս է պատճառը, որ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ի քվեարկում ենք, ընտրություններ 2026-ի քվեարկում ենք, ընտրություններ 2026-ի քվեարկում ենք, բայց շատ կարևոր է, արձանագրել, թե ինչ անժանակում է քվեարկությունը, որովհետև այսօր ուզում են Երևանը, Հայաստանը դարձնել պայմանական ասած Նիժնի ապրի գեղի մակարդակի տեղ, Հայաստանի Հանրապետությունը։ Մենք արդեն 2018 թվականին այդ կոռուպցիոն կլանից պատերազմի եռագլուխ կուսակցությունից ազատվել ենք։ Նրանք այսօր ուզում են ձեր իշխանությունը խլեն, որպեսզի շարունակեն անարդար թալանել, որ այս խաղաղապարակները չլինեն Երևանում, որ այդ դպրոցները, որ այդ բանկապարտեզները, ճանապարհները չլինեն Երևանում, այլ Երևանում լինի վախի մթնոլորտ, Հայաստանում լինի վախի մթնոլորտ, որ հայաստանցին տնից դուրս գալիս իմանա, որ կարող է մի հատ օլիգարխի լակոտ անցնի վրայով, որ իմանա, որ ինքը պետքա կարող է դաբրո պտի ունենա իր թաղում ապրելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անհատ չկա, ընդհանուր պետական պաշտոնյա, որ կարենա որևէ մեկին դաբրոտալ կամ չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մի սուբյեկտ կա, որ կարա դաբրոտա եւ չտա, եւ այդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, եւ այդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, եւ այս ամենակարևոր գիտակցումը, որ պետք է այս ընտրություններում հաշվի։ Եվ հետևաբար, այս ուժի եւ այս իշխանության գիտակցությամբ մեզնից յուրաքանչյուրը պետք է առերեսվի այն փաստի հետ, որ ամեն ինչ այս պայից սկսած առաջիկա կիրակի ամեն ինչ բացարձակապես ամեն ինչ կախված է մի մարդու, ընդամենը մի մարդու որոշումից, մի մարդու պատկերացնեք, այս բոլոր բարդացերը պետք է ընդամենը մի մարդ որոշի, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 որտեղ դու ես ընտրում, դեռ դու մարդու տարեկան քո պապան, մաման, քո տատիկը, պապիկը, ավրակ քույրը, եղբայրը, օր 18 տարեկան լրացել է, բայց երեխեք դուք իհարկե շատ բան որոշում եք, որովհետև տանը դուք մթնոլորտ ստեղծում եք իհարկե, դուք կարող եք 18 տարեկան լրացած ձեր ընտանիքի անդամներին ձեր կարծիքը հայտնել եւ նաեւ որոշակի մթնոլորտ, բայց եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով է մեկ մարդը, որ վերցնում է իր բաժին պատասխանատվությունը, որ տեր է կանգնում պետությանը, որ տեր է կանգնում խաղաղությանը, որ տեր է կանգնում ապագայի, թող այդ մեկ մարդը ձեր բարձրացնի, թող ձեր բարձրացնի, եւ ահա այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, նորագավիթին, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետության։
Սենց բան անը, սենց մի հատ բան կազմակերպը։ Եկեք դուք բոլորը կանցեք երեխեք այս կողմ ինձնից ձախ։ Ինձնից ձախ։ Գնար եկեք ձախ վաստուկ։ Երեխեք ինձնից ձախ։ Ասեք։ Ձախ, ասեք երեխեք։ Միատը տեղ խնդրում եմ երեխեքին տեղ տվեք, էլի խնդրում եմ, երեխեքին տեղ տվեք։ Էսա, հետո, էսա։ Տեղ խնդրում եմ ազատել, դուք ստեղ մնացեք, դուք ստեղ կուզված երեխեք հիմա ուշադիր երեխեք երեխաներ երեխեք հիմա հերթով այդ կողմից խնդրում եմ ստեղ երեխեքի համար ճանապարհ ազատեք խնդրում Ինչպես ասես մեր հարգարժան վարշապետը տեր կանգնենք խաղաղությանը։